Ամենևին գաղտնիք չէ եւ բոլորին է հստակ տեսանելի, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Խաչատրյաց արշավանքի եկեղեցու դեմ։ Իհարկե փաթեթավորումը այնպիսին է, որ այդ արշավանքը վարվում է իբրև թե եկեղեցու կղերապետերի դեմ, առաջնորդների դեմ, իբրև թե եկեղեցին մաքրելու համար։ Այն, որ եկեղեցին մաքրման կարիք ունի եւ այն, որ այս կղերապետերը իրոք պիղծ են, դրանում թերևս բանականություն ունեցող եւ մտածել իմացող շատ քչերն են կասկածում։ Բայց ակնհայտ է նաև մի բան, որ եկեղեցին չի կարող մաքրել մեկը, որն ապացուցել է, որ իր առաքելությունը թերևս ճիշտ հակառակն է այն ամենի, ինչ ինքը ասում է։ Եվ Նիկոլ Փաշինյանը աշխարհի երեսին ամենավերջին մարդն է, որն իրավունք ունի բարոյական, թե ոչ բարոյական, հայ եկեղեցին մաքրելու նրա անմաքուր կղերապետերից։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել այսպիսի արշավի, ակնհայտ է, որ ունի հատուկ նպատակներ եւ այդ մասին արդեն խոսել ենք։ Բայց ես ուզում եմ, որպեսզի մենք անդրադառնանք ընդհանուր համատեքստին եւ հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում, որովհետեւ այդ մասին որևէ մեկ այս հազարավոր ձայների մեջ որևէ բան ընդհանրապես չի ասում։ Եվ ես չգիտեմ արդեն ինչ մտածեմ, որ դա կանխամտածված է, որ որևէ մեկ անգամ չի վերլուծում եւ չի ասում այն իրականությունը, որը կա, թե դա ուղղակի տգիտության, հիմարության չհասկանալու եւ պրիմիտիվ, այսպես անչափ տարածված, մեղմ ասած անչափ տարածված պրիմիտիվագույն մտածողության արդյունք է, երբ ամեն ինչ տեսնում են հարթության մեջ, հարթ է։ Հարձակվեց Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի վրա, իրենք Նիկոլ Փաշինյանի դեմ են, ուրեմն սատարում են կաթողիկոսին։ Նիկոլ Փաշինյանը ուզում է քանդել եկեղեցին, ուրեմն պիտի հեռանա Գարեգին առաջինը եւ սա էլ արդեն նիկոլականների տեսանկյունից եւ ուրեմն դրա համար պիտի սատարել Նիկոլ Փաշինյանին ըստ նիկոլականների։ Իրականությունը շատ ավելի խորքային է, բայց նաեւ վերջի վերջո շատ պարզ է եւ կրկնեմ այդ մասին ողբերգականորեն որևէ մեկը չի խոսում եւ ես այսօր կխոսեմ դրա մասին, կխոսեմ այն մասին, թե որն է այս ամենի պատճառը։ Ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի ժամանակ, դա 1-2 ամիս առաջ էր, խոսքով եկեղեցիների չուլանացման մասին եւ ինքը պատմեց մի դրվագ, երբ մտել էր եկեղեցի եւ տեսել որ եկեղեցին չուլանի, այսինքն խորդանոցի տեսք ունի, ինչ ասես դրված էր։ Նիկոլ Փաշինյանը փաստացի առումով, փաստային առումով իրականում ճիշտ է ասում։ Ես այդպիսի տեսարաններ տեսել եմ հայ առաքելական եկեղեցու ամենատարբեր անկյուններում, աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանում նույնպես ինքս նկարներ եմ հրապարակել, որտեղ դա ցույց է տրվում։ Բայց կրկին պիտի հասկանանք, թե այստեղ ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը գիտի հայ եկեղեցու թույլ կողմերը, գիտի այն խոցերը, գիտի այն քաղցկեղային գոյացությունները, որոնք առկա են հայ առաքելական Սուրբ եկեղեցու մարմնի վրա, եւ ինքը մատնացույց է անում դրանց, եւ դրանք դիտարկում եւ դարձնում է մուտքի կետ իր կողմից ներմուծվող, պատկերավոր եմ ասում ամեն ինչ, բակտերիաները եւ վիրուսները մարմին, այսինքն հայ եկեղեցու մարմին ներմուծելու համար։ Եթե չլինեին այդ խոցերը, եթե չլինեին այդ քաղցկեղային գոյացությունները, որոնք բաց վերքեր են եւ արնահոսում են եւ ախտահարել են մարմինը, ապա մարմինը խոցելու եւ ինֆեկցավորելու կամ ինֆեկտավորելու հնարավորություն եկեղեցին կործանելու նպատակ ունեցողները չէին ունենա կամ կունենային շատ ավելի քիչ հնարավորություններ եւ եկեղեցին կլիներ շատ քիչ ավելի խոցելի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սկսեց չուլանների կամ չուլանայնության մասին խոսելուց, ինքը արձանագրեց ճիշտ իրականություն, բայց իր նպատակները, ինչպես արդեն ասի, բոլորովին այլ էին։ Ինքը մտահոգված չէ նրանով, որ հատակի փայտ կամ կեղտոտ շորե գետին մաքրելու նետած ինչ որ միտեղ կամ չգիտեմ ինչ որ փալասներ, ինչ որ մաքրող միջոցներ են լցրած եկեղեցիների անկյուններում կամ որ շինարարական ինչ որ աղբե անընդհատ մնում տարիներով։ Ինքը իրականում դրանով մտահոգված չէ։ Ինքը մտահոգված է նրանով, որպեսզի եկեղեցին քանդվի, վերանա եւ ոչնչանա, բայց դա չէ նաեւ այն process-ը միայն, որով ինքը հիմա զբաղված է։ Եվ ինքը օգտագործում է դա։ Մտահոգված ենք մենք, անձամբ ես ինքս եմ մտահոգված այդ երևույթները, որտեղ այդ երևույթները բաց են պահում այն վերքերը, որոնցով Փաշինյանի օրակարգը ներթափանցում է եկեղեցու մարմին եւ արդեն իսկ ծնկի է բերել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Դրանից հետո ինչ արեց եկեղեցին, սկսեցին պատասխանել
եւ սկսեցին պատասխանել ավանդաբար հիմար ձևով, ինչպես մշտապես են արել։ Բացի նրանից, որ Հայաստանի քաղաքական դաշտը չունի քաղաքական մտածողություն չունի նաև 1700-ամյա հայ առաքելական եկեղեցին, որը 1700 տարի թվում է թե զբաղվել է քաղաքականությամբ։ Եվ ապա քաղաքական էշություններ սկսեցին դուրս տալ, սկսած ամենահայտնի arczepiskopos-ներից, վերջացրած վարդապետերով, աբեղաներով եւ անգամ քահանաներով։ Բանը հասավ նրան, որ այս եկեղեցում խոսող, այսինքն ասուն միակ խելացի կան ասուններ, որոնք խելացի չեն, դասական հիմարներ են, բայց ասուն եւ խելացի թեև մտքեր կան, որոնք ես չեմ համարում խելացի եւ որոնց հետ կատեգորիկ համաձայն չեմ, բայց դա այլ խնդիր է։ Այդպիսի միակ մարդը Միքայել arczepiskopos Աջապահյանը Շիրակի թեմի առաջնորդ հասավ բանը նրան, որ սկսեց ասել, թե մենք հազարամյա կառույց ենք, ով են իրենք եկել են գնացել են։ Մեծամիտ դատարկ պորոտախոս խոսքեր, որոնք ցույց էին տալիս, որ եկեղեցու առաջնորդությունը, նկատի չունեմ Գարեգինին հիմա, նկատի ունեմ իրեն եւ իր դասը, չի ընկալում եւ չի գիտակցում կատարվող գործընթացի խորությունը եւ կարեւորությունը։ Եվ նաեւ լինելով ըստ այսպես հաղորդագրությունների Կիլիկյան թագավորական ընտանիքի սերունդ, Միքայել Աջապահյանը լինելով նաեւ շատ հաճախ բավական խելացի մտքեր արտահայտող բարձրաստիճան հոգեորական, չի գիտակցում, որ պետությունը եթե չի ստանում եկեղեցուց քաղաքական հուշք ու պատասխան, անպայմանորեն քանդելու է եւ հասնելու է այն բոլոր նպատակներին, այն ամեն նպատակներին, որոնք ինքն իր առջև դրել է։ Եվ ակնհայտ էր դառնում, որ կրավորականություն կա։ Հետո եղավ իհարկե հաջորդ մեծ շոկը, դա Դոմփելու մասին Փաշինյանի գրառումն էր, որին մարդիկ առաջին վայրկյանին չէին հավատում, հետո վարժվեցին եւ դիսկուրս մցվեց սեքսուալության, պղծության թեման։ Եվ սա այն թեմաներից մեկն է, որը նույնպես արկա է հայ եկեղեցու կյանքում, եւ սա այն խոցերից մեկն է, որին հերթական անգամ, որը բացահայտած լինելով վաղուց, Նիկոլ Փաշինյանը մեջ բերեց եւ սկսեց անդրադառնալ դրան եւ այդ կետերով փորձեց վիրուս ներմուծել եկեղեցու մարմին։ Եվ ինչ եղավ դրա պատասխանը, երբ ինքը դրանից հետո Դոմփելուց հետո անցավ կաթողիկոսի անձին արդեն։ Պատասխանը եղավ լռություն, եղավ դարձյալ հիմար մեծամտության պատասխաններ։ Եվ ակնհայտ էր, որ Փաշինյանը սա էսկալացնելու է։ Աստիճանաբար Փաշինյանի գրառումները դարձան ամենօրյա, եւ այստեղից պարզագույն քաղաքական գիտելիքներ ունեցող մարդը պետք է որ հասկանար, որ Փաշինյանը ոչ թե մոլագար ինչ-որ մի բան է անում, այլ մարդը ունի հստակ ծրագիր, իրականացնում է այդ ծրագիրը քայլ առ քայլ, հանգրվան առ հանգրվան եւ էսկալացնելով հասունացնում է պահը։ Դա չհասկացան եկեղեցականները, կամ եթե հասկացան էլ, հերթական անգամ ստրուկի պես ենթարկվեցին իրենց տխմար կաթողիկոսի հրահանգներին եւ չարձագանքեցին։ Հայտնի է նաեւ, որ այս կաթողիկոսը հրահանգել էր չարձագանքել։ Այդպիսի արտահոսքեր եղել են մայրաթորից։ Բանը հասավ նրան, որ սկսվեց քննարկվել կաթողիկոսի եւ նրա մերձավոր շրջապատի սեքսուալ սեռական կյանքը եւ կոմպրոմատների ակնարկներ արվել։ Ակնհայտ էր, որ վիճակը էսկալացվում է եւ այս ողորմելի կաթողիկոս կոչված արարածը ելի ոչինչ չպատասխանեց։ Ընդգծեմ, որ կաթողիկոսը եւ եկեղեցին լուր են մնացել նաեւ նոյեմբերի 10-ին կամ նոյեմբերի 9-ի առավոտյան։ Լուր են մնացել Արցախի վերջնական հանձնման ժամանակ անցյալ տարի։ Լուր են մնացել Հայաստանի թրքացման ծրագիրը ըստ էության կառավարության կողմից ներկայացնելուց հետո։ Այո, երկու թեթև ողորմելի խղճուկ բարբաջանք եղել է քարոզների մեջ, եւ դա ամոթալի է։ Ինչու է բարբաջանք, որովհետեւ ամոթալի է հայ եկեղեցին, որ հաճախ մարտահրավեր է նետել հայ թագավորներին եւ կառավարում է իրականացրել Հայաստանում թագավորության բացակայության պայմաններում, կատարել է առաջնորդող դեր, վերածվել է խղճուկ կատվի ձագի եւ չի կարողանում որևէ բան անել, որովհետեւ կա այսպիսի կաթողիկոս, բայց ով է այս կաթողիկոսը, արդյոք այս կաթողիկոսը անկախ մեկն է։ Ես համոզված եմ, որ ոչ։ Ես
իմ սուբյեկտիվ կարծիքով եւ համոզմունքով, սա մարդ է, որին դեռևս եպիսկոպոս կամ գուցե վարդապետ եղած ժամանակ հավաքագրել են խորհրդային հատուկ ծառայությունները եւ հետագայում բնականաբար դա անցել է նաեւ ռուսական հատուկ ծառայություններին այսօրվա։ Ակնհայտ է, որ իր եղբայրը, որը ահռելի ֆինանսական միջոցներ ունի եւ շատերը նրան ճանաչում են որպես մոսկվացի մաֆիոզի, Ռուսաստանում չէր կարող տիրապետել այդպիսի միջոցների եւ քաղաքական լծակների, եթե չլիներ ռուսական իշխանությունների հետ մեծապես սերտաճած եւ փոխկապակցված մեկը։ Այն հանգամանքը, որ այս կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանին չի ենթարկել ամենակտրուկ քննադատությունների, խոսում է նաեւ այն մասին, որ նա կառավարվում է Մոսկվայից, որտեղից իրեն, ինչպես նաեւ նախկիններին հրահանգել են չպայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է Մոսկվային։ Եվ այս ամբողջ համատեքստում այս կաթողիկոսը որոշեց իրեն պահել եւ դրսեւորել դասական կերպով, դասական հայկական միջավայրի համար, հայկական մտածողության համար, որն է դա։ Ձայն չհանել, հարմարվել, փորձել լռել, փորձել կուլ տալ, փորձել անտեսել, կամ իրեն հրահանգվեց այդպես անել։ Եվ վիճակը շարունակեց էսկալացվել։ Արդյունքում, չգիտեմ, մտածածին թե իրական մեղադրանքներով ձերբակալվեց Բագրատ arczepiskopos Գալստանյանը, մեկը, որը նույնպես ստրկաբար ենթարկվելով իր շեֆին, այսպես կոչված սրբազան շարժումը անցյալ տարի կործանեց, տարավ դեպի Մարու եւ այդ հարցում ըստ ներքին մայրաթորից դուրս եկած տեղեկությունների, ոմանց կողմից արտահոս կարված եւ ոմանց կողմից ստացված, դա կատարեց կաթողիկոսի անմիջական հանձնարարությամբ, այսինքն ըստ էության այս կաթողիկոսը համագործակցեց եւ նպաստեց Նիկոլ Փաշինյանի գահին մնալուն։ Հիմա, երբ կա կոմպրոմատ եւ ակնհայտ է, որ կաթողիկոսը ունի երեխա կամ երեխաներ, հիմա պատասխանը, այսպես կոչված եկեղեցապաշտպանների, մեկ այլ ապուշություն է, թե դե կուսակրոնությունը հնացած երևույթ է, դա պիտի ոչինչ չլինի եւ այլն եւ այլն, ոչ հնացած երևույթ չէ, կուսակրոնության իմաստը այն է, որ նման բարձրաստիճան հոգեվոր պաշտոն ունեցողը եւ դա ճգնավորի պաշտոն չէ եւ ճգնավորի կյանք չէ ամենևին, ինչպես փորձում է ներկայացնել Միքայել Աջապահյանը, դա շքեղ կյանք է հատկապես հիմա, դա լավ որակյալ կյանք է, որտեղ դու ըստ էության անում ես քեզ հաճելի գործ, բայց վճարվում ես, պաշտպանված ես ֆինանսապես, ապահովված ես, ապրում ես պալատներում, վայելում ես փառք եւ պատիվ քո հետևորդների, քո ժողովրդի եւ քո հոտի կողմից։ Եվ այս պայմաններում, այս ամենով հանդերձ իրենք գնացին մի ճանապարհով, որ անտեսեն կուսակրոնության ուխտից։ Կուսակրոնության ուխտը դա նրա համար է, որպեսզի եւ դարեր առաջ մտածված մի բան է եւ տրադիցիա է, որը չի կարելի խախտել, եւ դա նրա համար է ստեղծված, որպեսզի պատկերավոր ասած բարձրաշյան հոգեորականը սկսած կամ բարձրասան, բարձրակոչում հոգեորականը սկսած վարդապետից կուսակրոն լինելով ամուսնանա ոչ թե մարդու հետ, այլ եկեղեցու հետ պատկերավոր ասած եւ նվիրվի եկեղեցուն եւ այն նվիրատվությունները, որ ստացվում են չկուտակի իր ընտանիքի համար, այլ ծախսի եկեղեցու համար, օրինակ որ իր ժամանակը չտրամադրի իր ընտանիքին, այլ տրամադրի եկեղեցուն, որտեղ եկեղեցին դա նախ եւ առաջ ծառայություն է եւ ոչ թե սեփական ընտանիքը պահելու կամ հարստանալու միջոց, որովհետեւ այդ միջոցները գնան միայն իրենց պահելուն, իսկ եթե դու չունես ժառանգներ, միլիոններ կուտակելը կամ հսկայական կարողություններ կուտակելը ըստ էության իմաստ չունի, որովհետեւ քո ծախսերը այսպես թե այնպես կատարվում են եւ դու ծառայում ես։ Եվ դրա համար է կուսակրոնությունը եւ այնպես չի որ միայն հայ առաքելական եկեղեցում է կուսակրոնությունը, վրաց ուղղափառ եկեղեցում նույնպես կուսակրոնություն է, ռուս ուղղափառ եկեղեցում հայ բարձրաշրջան կղերականների սիրելի, որտեղ ամենևին չեն սիրում հայ եկեղեցուն իմիջայլոց, նույնպես կուսակրոնություն է, կուսակրոնություն է նաև Վատիկանում, որովհետև կարդինալ ամուսնացած չէ, Հռոմի պապերը ամուսնացած չեն, այո, առաջին հայ կաթողիկոսները ամուսնացած էին, բայց այդ ժամանակ չկար եկեղեցին որպես կայացած կառույց, եկեղեցին կայացման փուլում էր։ Եվ հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիներում, մասորական եկեղեցում, եթովպական եկեղեցում, ղպտի եկեղեցում, հնդիկ մալաբար եկեղեցում, այդ եկեղեցիներում ամենուր կա նույնպիսի կուսակրոնություն եւ կուսակրոնությունը քննարկման թեմա չէ։ Բայց քանի որ մենք մեզանում քիչ չեն պղծության սիրահարները եւ ամեն ինչ արդարացնողները եւ ամեն ինչին ատմասկա փնտրողները եւ գտնողները, սկսեցին եկեղեցապաշտպանները
ոչ թե խոսել այն մասին, որ այն մարդիկ, որոնք արդեն կոմպրոմատացված են, այսինքն որոնք արդեն փչացած են, արդեն փչացած իմիջ ունեն եւ արդեն խոցելի են, եւ իրենցով խոցելի է դառնում եկեղեցին, փոխանակ իրենք հեռանան, որտեղ իրենք խախտել են ուխտ, իրենք սկսեցին այդ խախտումը արդարացնել։ Դրանով էլ ավելի եւ էլ առավել թույլատրել եկեղեցու դիրքերը։ Հիմա սա մի կողմ, կուսակրոնության թեման Նիկոլ Փաշինյանը դարձրեց դրոշակ, դարձյալ շատ մտածված կերպով, եւ ես ունեմ ներքին զգացողություն, որ դա իր մտածածը չի, դա իրեն փոխանցված ծրագիր է, փոխանցված Անկարայից եւ Բաքվից, իմ զգացողությունը, իմ վերլուծությունը դա է, չունեմ փաստեր իհարկե, եւ Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ թեման հարվածել, հետո անցավ արդեն ակնկալելու սեքս թեյփերի մասին, որ կան սեքս տեսանկարահանումներ, կարելի է կռահել, որ դա ինքը նկատի ուներ։ Հիմա արդեն այսօր ինքը խոսեց այն մասին, որ որոշ բարձրաստիճան եկեղեցականներ անգամ գեյ սեքսով են զբաղվել, այսինքն գեյ են կամ բիսեքսուալ են, ոչ միայն հետերոսեքսուալ են, այսինքն ոչ միայն կանանց հետ են, այլ նաև տղամարդկանց հետ են։ Սա այն բանի արդյունքն է, որ եկեղեցին կաթողիկոսի կարգադրանքով իրեն պահեց կրավորական։ Եկեղեցու ներսում ամբողջ եպիսկոպոսած դասը եւ վարդապետները իրենց դրսևորեցին ստրուկ ճորտերի պես իրենց տիրոջը եւ իրենց անձնական ենթակայությունը եւ վախը այս կաթողիկոսից ստորադասին եկեղեցու շահերին։ Չխոսեցին կաթողիկոսի դեմ, չասեցին հեռացիր եւ հեռանալու տարբերակ է ես առաջարկել մի բան, որ արվել է հայ առաքելական եկեղեցում բազմաթիվ անգամներ դա աթոռակից կաթողիկոս ընտրելն է, երբ այս կաթողիկոսը կարող էր ընտրել ամենաբարոյական, ամենահարգված կերպարին եկեղեցու մեջ որպես իրեն աթոռակից կաթողիկոս, կազմակերպել, որպեսզի ընտրեին եւ ինքը փոխանցել գահը նրան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրեն չհեռացներ եւ դրանից հետո բերեր իր մարդուն։ Եվ ինքը հեռաներ։ Եվ դրանով եկեղեցին կսկսել ինքնամաքրման process եւ կդառնար անխոցելի Նիկոլ Փաշինյանի հարձակումներից։ Հիմա այսօր առավել վարկաբեկվում է հայ առաքելական եկեղեցին հենց միայն նրանով, որ Նիկոլ Փաշինյանը նման մեղադրանքներ է հնչեցնում։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը կատարելապես սուտ է ասում, որ կրկին շատ հնարավոր է։ Ես չեմ կարծում, բայց շատ հնարավոր է։ Կարծում եմ, որ թերևս սուտ է ասում այս գեյ պահերի մասով եւ այլն, որտեղ կարծում եմ, որ չգիտեմ ինչ եկեղեցական պիտի լինի, որ եթե անգամ բիսեքսուալ լինի կամ գեյ, գնա այդ գործողություններին հասկանալով գուցե կամ կռահելով, որ կարող է իրեն նկարեն, կարող է իրեն հետևեն եւ այլն եւ այլն։ Մի քիչ կասկածում եմ դրա վավերականությունը, բայց ամեն դեպքում դա թիրախ է դարձնում եկեղեցուն։ Հիմա սա վարկաբեկման հսկայական ալիք է բերել եկեղեցու վրա։ Եվ գիտենք, որ նիկոլիստների գերագույն մասը ատում է հայ առաքելական եկեղեցին։ Չասեմ, որ կյանքի խոսքի հետևորդները շատ են իրենց մեջ, այսինքն աղանդավորները, բողոքական անհասկանալի աղանդավորները, անհասկանալի աղանդի հետևորդները։ Բայց եկեղեցին ինքը եկեղեցու հետևորդների շրջանում այսօր շատ վարկաբեկված է եւ փոխանակ թափ տալու իրեն եւ արագ այդ վերքերը փակելու, իրենք այդ վերքերը ավելի են բաց պահում եւ գալիս հարվածում։ Հիմա մյուսը տեղի ունեցավ փաստացի իշխանության ներխուժում վեհարան։ Տեղի ունեցավ ագրեսիա իրավապահպան գործողությունների քողի ներքո, պետական ագրեսիա, այսինքն պետական միջամտություն եկեղեցու կյանքին, ընդ որում դա փորձեցին անել ցուցադրական ձևով, այդ մասին այսօր Միքայել Աջապահյանն ինքը անձամբ խոսեց ձերբակալությունից առաջ, որ հատուկ են եկել եկեղեցի, որպեսզի շոու սարքեն։ Այո, այդպես է, ամենայն համոզմունք ունեմ, որ դա այդպես է։ Ինչ արեց եկեղեցին։ Ժողովուրդը պայքարեց, չթողեցին, որպեսզի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը տանեն, եղավ կոնֆլիկտ տեղում, եղավ դիմադրություն, հեռացան, բայց նախքան հեռանալը կաթողիկոսը դուրս եկավ եւ սկսեց խոսել այն մասին, որ այսինքն էլի բան չասեց ըստ էության, Միքայել Աջապահյան դուրս եկավ, ասեց ուզում են ես կգնամ։ Ու եկան ու կաթողիկոսը սկսեց համոզել դարպասը պահող ցանկապատը պահող կանանց, թե բացեք, որ գնան։ Այսինքն հանձնում է։ Այստեղ որևէ մեկը չի խոսում այն մասին, որ պիտի դիմադրություն ցույց տրվեր այսպես կոչված իրավապահներին։ Ոչ, բայց հանձնվել, այսպես գնալ, ինքդ գնալ քայլեր, թող ձերբակալեին, թող գային ներսից ձերբակալեին, թող նկարեին դա եւ դա ռեզոնանս կառաջացներ, դա կառաջացներ արձագանք հասարակության մեջ այդ տեսարանը, բայց երբ ինքը դառնում է տեսարանի խաղացողու մասնակից, դա արդեն
Ոչ թե տխմարություն, այլ նաև այդտեղ ստորության էլեմենտ կա։ Կրկնեմ, չեմ ասում, որ պիտի դիմադրեին, այսինքն ինչ որ բռնությունով դիմադրություն ցույց տային, որտեղ պետությունը եթե որոշել է ձերբակալել, կձերբակալի, բայց տեսակ որ անգամ չէին կարողանում ձերբակալել, եւ ժողովուրդը դիմադրում էր, եւ այդ պարագայում կաթողիկոսը դուրս էր եկել ու համոզում էր, թե թող գնա Միքայել Աջապահյանը, թող տանեն։ Եվ կանայք էլ ասում էին, բայց ոնց կարելի է հանձնվել, հետո սկսեցին հայրմեր աղոթել եւ դա անուժության ու ողորմելիության ցուցանիշ է, որ շատ սարսափելի տեսարան էր, շատ ցավալի տեսարան։ Հետո ներս գնաց, հետո ԱԱՑ-ն հեռացավ եւ ոստիկանությունը հեռացան։ Դրանից հետո դուրս եկավ Միքայել Աջապահյանը խորհրդակցելուց հետո, նախ խոսնակը դուրս եկավ մի ապուշ հայտարարություն կարդաց եւ եկեղեցու անատամությունը, անամորձիությունը եկեղեցին պիտի ամորձիներ ունենա, ամորձատված հայտարարություն կարդացին էլի եւ հայտնեցին, որ Աջապահյանը դուրս եկավ, ասեց ես գնում եմ հանձնվեմ։ Այսինքն այստեղ տխմարության եւ ստորության եւ դավաճանության, եկեղեցուն դավաճանելու կղերականների կողմից դասական արտահայտության մենք ականատես եղենք, որը չունի նախադեպել մարդկության պատմության մեջ, ոնց թե ժողովուրդը պահի թույլ չտա, որ դες ձերբակալեն, եւ դուք վերկանաք ասեք մենք գնում ենք։ Կամովին, թող գային ձերբակալեին, եկել էին ձերբակալել, թող ձերբակալեին։ Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա։ Երբ դու գնում ես ինքդ հանձնվելու, դու ընդունում ես մեղադրանքի վավերականությունը, որքան էլ ասես, որ դու մեղավոր չես։ Ոչ միշտ, բայց իր պարագայում այո։ Քաղաքացիական հասարակ կամ ոչ շատ հասարակ անձանց պարագայում դա մեղքի ընդունում չի նշանակում։ Բայց երբ նման ստատուսի մարդ է, երբ կա հասարակական հսկայական սատարում, երբ ներկայացնում է եկեղեցին, երբ արքեպիսկոպոս է, երբ կաթողիկոսն է խառնված խնդրին, եւ իրենք լինելով այդքան բարոյապես պաշտպանված, ունենալով այդպիսի ահռելի սատարում, ինչ որ քաղաքական գործիչ չի միջին դասի, որը վերկանագնա, եւ դա չի նշանակի իրոք, որ ինքը ընդունել է իր մեղքը, գնում է, որտեվ ինչ իմաստ ունի, այսինքն գան իրեն ձերբակալեն, թե ինքը գնա, մեծ հաշվով տարբերություն չկա, բայց այս պարագայում տարբերություն կա, շատ նուրբ իրավիճակ է սա։ Եվ դու գնում ես հանձնվել, նշանակում է դու ընդունում ես այդ մեղադրանքը, այսինքն քեզ պահեցին, բայց պահողները սխալ էին։ Պիտի քեզ ձերբակալեին եւ դու գնում ես ձերբակալելու։ Այդ դեպքում ինչի էին դիմադրում, ինչի էին քեզ պահում։ Ինչի։ Դրանից հետո ներս գնացին, նորից դուրս եկան Արման Թաթոյանի ուղեկցությամբ, Փաստաբանների պալատի նախագահի կարծեմ ուղեկցությամբ, դուրս եկան, էլի խրոխտ գնացին, սկսեցին քայլել։ Միքայել Աջապահյանը քայլեց, վերջը հասավ իր երազանքին, հասավ Երևան եւ հանձնվեց բողոքելով։ Հիմա սա նշանակում է, որ ընդունեցին նաեւ քննչական գործողությունների լեգիտիմությունը։ Եթե գալիս են քեզ ձերբակալելու, քեզ ձերբակալում տանում են, իրենք են անում, պարտադիր չի, որ դու դրանով ընդունես լեգիտիմությունը, դու դրան չես մասնակցում, քո ձերբակալմանը դու չես մասնակցում։ Բայց երբ դու հանձնվում ես, դու մասնակցում ես քո ձերբակալմանը։ Այդպիսի ֆորմատի մասշտաբի մարդու պարագայի մասն է խոսքը, եւ պատահական չի, որ ուղեկցողներից բողոքում են եւ չէին թողնում, որ գնա եւ ասում էին ոնց մենք ընդդիմանում ենք, մեզ զինվորագրել եք, դուք գնում եք հանձնվելու։ Հիմա գանք մի շատ կարևոր հանգամանքի։ Ինչու կաթողիկոսը արեց այս հանձնումը։ Երկու պատճառով։ Եվ սա կաթողիկոսի պարտադրանքն է Միքայել Աջապահյանին։ Եվ Միքայել Աջապահյանի բարոյական հանցանքը նրանում է, որ ինքը ենթարկվեց կաթողիկոսին։ Ինքը նույնպես չունեցավ կամք, լինելով շատ կամային խոսող մարդ։ Ընդդիմանալու կաթողիկոսին եւ ասելու, որ սխալ ես անում, ապե, սխալ ես անում։ Որոնք են այդ երկու հանգամանքները։ Առաջինը կաթողիկոսը փորձում է Թումանյանի չարի վերջը հեքիաթի մոտիվներով իր լինելով կկու իր ձակերին հերթով տալ, ինչպես 3 հրաժարվեց հրապարակայնորեն Բագրատ Սրբազանից եւ փուրը տվեց Բագրատ Սրբազանին հոգեվոր խորհրդի հայտարարությամբ, ասելով ըստ էության, որ իրենք գործ չունեն Բագրատ Սրբազանի հետ, թող չասոցացնեն իշխանությունները Բագրատ Սրբազանին իրենց հետ, դա մեկ, այսինքն ասեց, ինչ արել է, մենք կապ չունենք դրա հետ։ Եվ երկրորդ հերթին որոշ պրիմիտիվներ կարող են դա իմիջիայլոց բացատրել իբրև թե եկեղեցին փրկելու համար, բայց տեսնում որ եկեղեցին չի փրկում, եկեղեցին դրանով ավելի կործանվում։ Եվ երկրորդ հերթին շատ կարևոր մի հանգամանք, որ կաթողիկոսը կարծում է, որ դրանով ինքը հետաձգում է կամ մեղմում է ախորժակը։
դիմադրություն ցույց չտալով, բարոյական դիմադրություն ցույց չտալով, ուզածները անելով այս ռեժիմի եւ իշխանության, իր ընտանիքի մասին փաստերը չեն հրապարակվի, սեքս թեյփերը չեն հրապարակվի եւ այլն։ Տխմարագույն մտածողություն, որը շատ հատուկ է այս կաթողիկոսին իմիջայլոց։ Եվ այս հարցում մենք տեսանք մանկլավիկ վարդապետների եւ եպիսկոպոսների, որոնք կողքից վազում էին շենիկների պես եւ ուղղակի նպաստում էին այս գործընթացին, որևէ մեկը չեղավ մի ամբողջ եկեղեցու մեջ, որ ասի վեհապար։ Իրենք են ասում վեհապարը, իմ համար վեհապար չի, բայց ամեն դեպքում ինչ ես անում։ Ինչ ես անում։ Լավ, վերկաց հայտարարի, որ աթոռակից ես ընտրում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չընտրի հաջորդ կաթողիկոսին քեզ հեռացնելով։ Կա արդյոք մի տխմար այս աշխարհում, որ կարծում է, թե եթե Նիկոլ Փաշինյանը այսպեսի արշավ է սկսել այս եկեղեցու իշխանության դեմ, չի կարողանալու հասնել իր ուզածին։ Իհարկե հասնելու է, Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանն այսօր դարձել է հայկական ԽՍՀ իր տարածքով։ Զրկվել է իր տարածքի ահռելի եւ ամենակարևոր հատվածից, վտանգի տակ է այսօր։ Հայաստանը Թուրքիայացման ճանապարհին է այսօր, Նիկոլ Փաշինյանը հասել է դրան։ Ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինչի վրա են հենվում։ Եվ շատ կարևոր հանգամանք է սա նաև, երկրորդ խոշոր հանգամանքը այս հանձնվելու այն է, որ հանձնվողականությունը դառնում է ինստիտուցիոնալ երևույթ սրանով հանձնվելը դառնում է ենթագիտակցորեն ժողովրդի համար ընդունելի, սրանով մնացած եկեղեցականների հանձնվելը իշխանությունների կամքին դառնում է ընդունելի, սրանով երկիրը հանձնելը դառնում է ընդունելի, որովհետև դիմադրություն չկա, որովհետև ընտրվում է հանձնվելու ճանապարհը։ Սա բարոյական մեծագույն հանցագործություն է այս կաթողիկոսի կողմից եւ դրան հանցակցում է բարոյապես Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Ես ունեմ համակրանք Միքայել arczepiskopos Աջապահյանի հանդեպ, անթույլատրելի եմ համարում նրա ձերբակալությունը ակնհայտորեն քաղաքական նպատակներով, բայց գտնում եմ, որ այս իրավիճակում ինքը հանցակից է դառնում եկեղեցին կործանման թիրախ դարձնող կաթողիկոսին, բարոյապես հանցակից։ Հիմա անդրադառնանք մյուս հանգամանքին, որ շատ կարևոր հանգամանք է, դա այն է, թե ով կփոխարինի այս կաթողիկոսին։ Երկու հիմնական թեկնածուներ կան ըստ էության, մեկը Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն է, որին այս կաթողիկոսը չսիրելով ճակերտների մեջ աքսորեց Բալթյան երկրներ, որը այնտեղ ընդունեց Նիկոլ Փաշինյանին եւ նրա ռեժիմի ներկայացուցիչներին եւ օրհնեց եւ սատարում ցույց տվեց եւ դա ակնհայտորեն արեց ամենայն հավանականությամբ այն նպատակով, որպեսզի մտնի համապատասխան իրավիճակի մեջ եւ համապատասխան տեղ եւ դիտարկվի Փաշինյանի կողմից որպես հաջորդ կաթողիկոս, որտեղ այն եզակի եպիսկոպոսներից է, որ բացահայտ սատարում հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Մյուսը Սահակ arczepiskopos Մաշալյանն է, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը, որը Թուրքիայի քաղաքացի է, որի ընտրությունը անմիջապես սանկցավորվել, թույլատրվել է Թուրքիայի բարձրագույն իշխանությունների եւ ղեկավարության կողմից։ Սահակ Մաշալյանը թրքամետ բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ էության հակահայկական հայտարարություններ է արել եւ որքան էլ անհեթեթ է, հենց այսօր ես տեսա լուսանկարներ, թե ինչպես են Նյու Յորքում գցնում հայ arczepiskoposները եւ առաջնորդները Սահակ Մաշալյանին, որը գնացել է Նյու Յորք։ Սահակ Մաշալյանը նաեւ չհանդիպեց Նիկոլ Փաշինյանին Կոստանդնուպոլսում վերջին այցելության ժամանակ Նիկոլի այնտեղ, իհարկե այնտեղ չէր, բայց նաեւ ձև տվեցին իրենց, թե պատրիարքարանի դռները փակեն եւ չուղարկեց որևէ մեկին շփվելու եւ անգամ հայտարարություն տարածեց, որով հույս էր հայտնում, թե հաջորդ տարվա ընտրություններն են իր հույսը այս կոնֆլիկտը լուծելու առումով։ Ստեղծեց կեղծ կոնֆլիկտի պատկեր Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, իր այսպես մանր արևելյան շուստրիությամբ, այսինքն այլ բառ չեմ ուզում գործածել, երբեմն ռուսերեն բառերը շատ նվաստ իմաստ են պարունակում եւ դա շատ է արտահայտում դա, բայց փորձեմ նաեւ հայերեն թարգմանել, դա իր մանր խղճուկ խորամանկությամբ քայլեր ցույց տալու իբրև թե ինքը դեմ է Նիկոլ Փաշինյանին, իրականում դա հիմք էր ստեղծում իր
պոպուլարության եւ ընդունելի դառնալու համար, որպեսզի այս կաթողիկոսի հեռանալուց հետո ինքը թուրքական իշխանությունների ծրագրի համաձայն ընտրվի հայերի կողմից որպես հայոց կաթողիկոս եւ եկեղեցին բերի Թուրքիա եւ Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Եվ այսօր դրան, որի միջայլոց փայլուն հռետոր է, գեղեցիկ ճառեր է խոսում, համոզիչ է թվում, հաճելի շփիտ ունի, բոլոր կարևոր գործոններն ունի մարդկանց ուղեղները լվալու, լինեն այդ ուղեղները թե լինեն բացակա, եւ այդ մարդը ամենահավանական տեխնացուն է, որտեղ ուղղակի Թուրքիայի քաղաքացի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ է գտնվում եւ իշխանությունների մարդն է։ Հիմա գանք ամենավերջին, ամենակարևորին, որի մասին խոսեցի ամենասկզբում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Սա պարզապես եկեղեցին քանդելու գործընթաց չէ։ Հայ առաքելական եկեղեցին 1700 տարուց ավելի միակ հաստատությունն է Հայաստանում, որ եղել է անխախտ, ահռելի ցանց ունի աշխարհով մեկ, ունի հսկայական գույք, ունի հսկայական ռեսուրսներ, ունի հսկայական պոտենցիալ եւ միակն է այսօր ողջ հայոց մեջ, որն ունի տեսականորեն, գործնականում չունի այլևս, որտեղ ինքն իրեն ոչնչացրել է, բայց տեսականորեն ունի շանս եւ պոտենցիալ դիմադրություն ցույց տալու Հայաստանի թուրքիայացմանը եւ ադրբեջանացմանը։ Եվ դրա համար դա առաջնային թիրախ է, որը պետք է ոչնչացնել այդ նպատակներին հասնելու համար։ Ինչ է պետք անել դրա համար։ Դրա համար պետք է վերցնել կաթողիկոսի աթոռը։ Ինչպես հարվածելով թույլ տեղերին եւ ստանալով որպես արձագանք այս կաթողիկոսի արձագանքը նրան վախեցած եւ ախորած պահելով տեղում, բայց եւ ձեռնարկելով հեռանալու քայլեր, չստանալով որևէ դիմադրություն, ստանալով հանձնումներ, ինքնահանձնումներ եւ դրա արդյունքում տիրանալու, որտեղ մյուս եպիսկոպոսներն արդեն լցնելու են տակները, ինչպես եւ արդեն տեղի ունենում, եւ կաթողիկոսը լցրած է տակը եւ վերջում հանելու, ռադանելու կաթողիկոսին եւ բերելու իրենց մարդուն եւ վերջ պատմությունը կավարտվի։ Մենք եթե տրամաբանենք, ապա պիտի որ այսօրվա հատկապես իրադարձություններից հետո Հայաստանի բոլոր եկեղեցիները 24-ժամյա ռեժիմով սկսեին զանգեր խփել, պիտի նզովվեին այս ռեժիմին եւ նրա ներկայացուցիչներին, պիտի բանադրեին եկեղեցուց, ասեին, որ դուք այլևս եկեղեցու հավատավոր հետևորդներ չեք, ինչպես դուք ինքներդ ասում եք եւ երբեք չեք եղել, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ պիտի կոչ անեին քաղաքական պայքարի, մի բան, որը պարտավոր էին անել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, որտեղ իրենք քաղաքական մարմին են։ Հայ առաքելական եկեղեցին ամենավերջին տեղում հոգևոր մարմին է, ամենաառաջին տեղում քաղաքական մարմին է։ Եվ պիտի քաղաքական պայքարի կոչ անեին, քաղաքական պայքարից սկսեին։ Այն ժամանակ չարեցին, այսօր գոնե ինքնապաշտպանության մղումով պիտի անեին եւ չարեցին, չեն անում եւ չեն անելու, որտեղ արդեն մտել է եկեղեցին կործանման փուլ։ Ինչպես որ Հայաստանն է մտած։ Հիմա այս կառույցը պիտի կործանվի, որպեսզի բոլոր առումներով, բոլոր տեղերից Հայաստանին հասցվեն դաշնի հարվածներ։ Եվ սա թուրքական խելացիագույն մարտավարություն է, որը մշտապես թուրքերը եւ ադրբեջանցիները մեծ հաշվով թուրքերը կիրառում են։ Բոլոր կողմերից ոչնչացնում են բոլոր գործիքները, հնարավոր թե անհնար։ Անգամ թուլացած, անգամ հիվանդ, ինչպիսին եկեղեցին է, ոչնչացնում են։ Եվ տեսնում ենք, որ եկեղեցին չի դիմադրում, իսկ եկեղեցասերները կամ եկեղեցապաշտպանները, դրանց մեծ մասը անուղեղաբար կպել է այս կաթողիկոսից, փոխանակ հասկանա, որ կաթողիկոսը ինքը այն խոցն է, որի միջոցով վիրուսը ներարկում են ներս, մարմնի ներս, մարմինը սպանող վիրուսը, որ եթե հեռացնեին, ապա կփակվեր այդ վերքը, եւ եթե հեռացվեր ինքն իրեն, եթե ինքը կարողանար ունենալ բարձր գիտակցություն, չլցներ տակը, չվախենար, բայց ապուշությունը նաեւ կաթողիկոսի կայանում է նրանում, որ ինքը չի հասկանում, որ կամ կոմպրոմատն են դեմ տալու, կամ իրեն միևնույն է վտարելու են, ինքը չունի տարբերակ, ինքը կարող էր խելացի քայլ անել, ինքը կարող էր անգամ նաեւ վեր կենար եւ ասեր այո, ես ունեմ ընտանիք, ես հեռանում եմ գահից, կամ ընտրեր աթոռակից եւ հետո այդ հայտարարությունը աներ։ Ես հեռանում եմ գահից եւ ես կոչ եմ անում քաղաքական պայքարի։ Ես մարդ եմ, ես սխալվել եմ եւ այլն, դրա համար ես թողնում եմ իմ աթոռը, նվիրապետական, բայց ինտեղ գալիս է մարդ, որը չունի դա, որը չի արել դա, հետևեք իրեն, որտեվ խնդիրը ես չէի, խնդիրը եկեղեցին կործանել է։ Եվ այդ մարդը կհիշվեր որպես եկեղեցին փրկած, պատմության մեջ կարևորագույն դեր խաղացած մարդ, բայց այսօր ինքը մնալու է որպես պիղծ, վախկոտ, ոչնչություն,
որը հանձնեց եկեղեցին իր անդրավարտիքը պաշտպանելու համար։ Գամ ամենավերջին, ինչ է տեղի ունենում։ Այս ամենը կապված է նաև Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ, եւ թվում է թե ինչ կապ կա սրա մեջ։ Ռուսական կարևորագույն անգլերեն տերմինով ասած ասետները, այսինքն ճակերտների մեջ գույքը կամ ռուսական ակտիվները, կապիտալները լինեն մարդկային թե ինստիտուցիոնալ, ինչպիսին եկեղեցին է, իսկ հայ առաքելական եկեղեցին դա ռուսական ակտիվի է վերածված առնվազն վերջին 100 տարիների ընթացքում ցավալիորեն փոխանցվում են Թուրքիային։ Ռուսական բոլոր ակտիվները Հայաստանում փոխանցվում են Թուրքիային եւ դա տեղի չի ունենա, եթե չլիներ Ռուսաստանի մասնակցությունը եւ թույլտվությունը։ Ինչպես Ռուսաստանը փոխանցեց Արցախը Ադրբեջանին, նախ մտավ, վերահսկողությունը դարձրեց բացարձակ, հետո գործարքների գնալով հանձնեց Կամովին, որովհետեւ արդեն գործարք էր կայացրել, նույն կերպ հիմա հանձնում է եկեղեցին կաթողիկոսին հանձնելու միջոցով։ Հայ առաքելական եկեղեցու վերահսկողությունը փոխանցվում է Ռուսաստանից Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հայաստանի վերահսկողությունը փոխանցվում է Ռուսաստանից Թուրքիային եւ Ադրբեջանին։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը այդ քայլերից մեկն է։ Ռուսական ծագումով հայ օլիգարխին ճնշելով, ձերբակալելով բոլոր պոտենցիալ դիմադրության օղակները փորձում են էլի կոտրել եւ ցույց են տալիս, որ գնում են հակառուսականության ուղով արևմուտքին խաբելով, թեև դա Ռուսաստանի քաղաքականությունն է։ Ռուսաստանի համար Սամվել Կարապետյանը այլևս որևէ կարևորություն չունի, հետեւաբար Ռուսաստանը, եթե չուզենար չէին ձերբակալի, հետեւաբար Ռուսաստանը հերթական հանձնումն է կատարում իր կողմից կամ իր հետ ասոցացվող, սերտորեն ասոցացվող մարդկային ռեսուրսի եւ նաեւ ինստիտուցիոնալ ռեսուրսների։ Սրանով նաեւ արևմուտքին խաբվում է, որպեսզի Հայաստանում հաստատվող բռնապետությունը ներկայացվի որպես հակառուսական պրոցես, միաժամանակ արևմուտքը սկսի աչք փակել, որովհետեւ հակառուսականությունը այսօր հասկանալիորեն ողջունելի է բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Եվ սա մեծ հաշվարկ է, որը կատարվել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ հենց իր Ռուսաստանի կողմից։ Այս process-ում ամենաակտիվ մասնակցությունն ունի Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանը երբևէ թույլ չէր տար, որպեսզի Գարեգին առաջինի իր գործակալի, իր հատուկ ծառայությունների ենթադրյալ գործակալի դեմ այսպիսի արշավ սկսվեր եւ եկեղեցին իր վերահսկողությունից դուրս գար, եթե արդեն գործարք կայացրած չլիներ թուրք-ադրբեջանական կողմի հետ։ Հիմա տեղի ունենում Հայաստանի հանձնման ընթացքի հերթական հանգրվանը հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանին հանձնելն է։ Ընդ որում ներսից կազմակերպվում են ինքնահանձնումներ նույն այդ կաթողիկոսի ձեռքով, որտեղ կաթողիկոսը ինքնուրույն չի կարող գործել, իր վրա կան կոմպրոմատներ նաև Մոսկվայում բնականաբար, եւ ինքը հրահանգներ է կատարում բնականաբար, իր եղբայրը որպես իր պոչ այնտեղ գտնվում է ռուսական հատուկ ծառայությունների կրունկի տակ, եւ ինքը իր կրավորականությամբ, իր ոչնչական դիրքորոշմամբ եւ պահվածքով հանձնում է հայ առաքելական եկեղեցին Թուրքիային։ Ինքը զոհ է գնալու այս գործընթացին որպես կաթողիկոս, ինքը չի պաշտոնավարելու Նիկոլ Փաշինյանի այս հստակ քաղաքական գծի արդյունքում անհնար է եւ բացառված է կաթողիկոսը մնա կաթողիկոս, եթե չլինեն հրաշքներ, հրաշքներ երբեմն լինում են, բայց այստեղ շատ քիչ հավանական է, եւ արդեն իսկ սկսվել է եկեղեցու մինչ այս գոյություն ունեցած հեղինակության տրոհում, որովհետեւ մենք տեսանք, թե ինչպես են իրար հարվածում եկեղեցու բակում, տեսանք, թե ինչպես է Միքայել Աջապահյանը գնում իր աջակիցների կամքին հակառակ, ինչպես է հանձնվում եւ դրանով կոտրվում է դիմադրության ոգին։ Մի բան, որ թերևս դժվար էր սպասելը այս arczepiskopos-ից, տեսանք, թե ինչպես է կաթողիկոսը համոզում կանանց, որպեսզի բացեն, որպեսզի Միքայել Աջապահյանը հանձնվի։ Սա շատ տխուր, շատ ողբերգական եւ արդեն հերթական անդառնալի գործընթացն է։ Հայ առաքելական եկեղեցին դատապարտված է։ Հայ առաքելական եկեղեցին այսպիսի կադրերով, այսպիսի հոգեորականներով չունի որևէ ապագա, ցավոք սրտի,
Եվ հայ առաքելական եկեղեցին անչափ ողբերգականորեն ավարտում է իր կյանքը 1700 տարի հետո։ Ավարտում է իր կյանքը այս ժողովրդի ակտիվ մասնակցությամբ եւ նշեմ, որ եկեղեցին իմաստ չունի առանց Հայաստան, եւ քանի որ Հայաստանն է ավարտում իր կյանքը, այս եկեղեցին նույնպես ավարտում է իր կյանքը։ 1-2 տարի հետո նրանք, ովքեր կվերապրեն այս գործընթացը, կարող են դիտել այս տեսանյութը եւ կզարմանան, թե որքան ճիշտ ենք մենք այսօր։ Ցավոք սա իրականություն է, որի հետ այսօր շատ քչեր են ուզում հաշվի նստել, մարդիկ հատկապես մեր ցեղում սիրում են ինքնախապվել, իրենք իրենց հույսեր տալ, բաներ կրկնել եւ իրենք դրան հավատալ, բայց իրականությունը երբևէ չի գնում անհատների երազանքների հետևից, իրականությունը, եթե անհատները երազանքներով են ուղղորդվում, ոչ թե գործողություններով եւ չկա համազգային պայքար, ապա իրականությունը գալիս եւ պարտադրում է ինքն իրեն ոչ միայն անհատներին, այլև ազգին։ Սա հայ եկեղեցու ավարտն է, սա հայ ժողովրդի եւ Հայաստանի ողբերգական, անթույլատրելի եւ աններելի ավարտն է։ Ոչ մի լավ բան չեմ կարող ասել, ոչ մի հույս չեմ կարող տալ։ Ես ներկայացրեցի իրավիճակը, արձանագրեցի փաստերը եւ վերլուծեցի։ Մնացածը թող մտածեն մտածել կարողացողները։